Գյուղմթերքների արտադրության ոլորտի կենտրոնով մրցույթի շրջանակների մարաթոնի շահուսական Այսօր տեղի ունեցավ գյուղմթերքների արտադրության ոլորտի կին-հերոս 2013 մրցանակաբաշխությունը։ Ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը համեմատելով 2012 և 2013 թվականների մրցանակաբաշխությունները նշեց, որ փոփոխություններից առաջինը գյուղմթերքների արտադրության ոլորտի կին-հերոսների թվի ավելացումն է։ Հաջորդ փոփոխությունն այն է, որ այս տարի ոչ միայն ունենք կին-հերոս տիտղոսին արժանացողներ, ունենք ավելի շատ նաև խրախուսական մրցանակակիրներ և ունենք մրցանակներ այն հանրային թղթակիցների համար, ում միջոցով մենք կարողացել ենք բացահայտել կին-հերոսների։ Անցյալ տարի ունեցել ենք 11 կին-հերոս, այս տարի կին-հերոսների թիվը մի փոքր կրճատված է, որովհետև այլ չափանիշներով ենք առաջնորդվել և ունենք 4 կին-հերոս, բայց դրա կողքին ունենք 10 խրախուսական մրցանակակիրներ և ունենք խրախուսական մրցանակակիրներ 6 գյուղատնտեսական կոոպերատիվների համար։ Մրցանակաբաշխությունը ուղեկցվեց գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող գրքույկի և տեսանյութի մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվող հայկական ավանդական ուտեստների գրքույկի և ֆոտոցուցահանդեսի ներկայացմամբ։ Կարծում եմ, որ այն կանայք ամենայնպես, որոնք այստեղ ներկայացված են մեր կոոպերատիվների, կանանց կոոպերատիվների այդ գործունեության շրջանակում բավականին մեծ ձեռքբերումներ ունեն եւ կոնկրետ բերքի առումով, որտեղ կոոպերատիվներն հնարավորություն ունեն ավելացնելու իրենց եկամուտները, այնուհետև բիզնեսի գործունեության տեսանկյունից շատ կանայք հիմա զբաղվում են չրերի արտադրության բիզնեսով, որտեղ նույնպես կազմակերպության կողմից խթանվել է դա եւ զգում են ինձ թվում ավելի վստահ, ավելի գնահատված եւ ավելի հաստատում են իրենց որոշումների մեջ։ Մրցանակաբաշխությունից և շնորհանդեսից հետո կազմակերպվեց մրցույթին մասնակցող մարզերի ժամանած կանանց կողմից արտադրված գյուղմթերքների ցուցահանդես։ Գյուղատնտեսության զարգացումը շատ կարևոր է գյուղերում, որպեսզի ավելի առաջընթաց ապրի, որպեսզի վերանա աղքատություն ամենակարևորը։ Մարդիկ ավելի բարեկեցիկ կյանքով կարողանան ապրել գյուղերում։ Ինչ է կարծում, ինչ է պետք կնոջը երջանիկ լինելու համար։ Կնոջը երջանիկ լինելու համար նախ պետք է բարեկեցիկ կյանք, կարողանա իր կարիքները, իր ընտանիքի հոգսերը նորմալ պահպանել, ամենակարևորը է կնոջ համար։ Գյուղատնտեսության վիճակը ինչպես է գնահատում դուք Հայաստանում։ Գնահատում են բավարար առայժմ։ Եթե կարողանանք ճիշտ մշակել, այսինքն մեզ ամեն դեպքում սովորում ենք եւ սովորելու շատ բաներ ունենք, ուրեմն շատ բաների կհասնենք։